ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը օրենք են հանում ոստիկանությունում արտաժամյա ծառայության մասին ու հենց այդ օրենքներն էլ խախտում են, որ աշխատեցնում են մարդկանց տարիներով ու ոչ մի կոպեկ չեն տալիս։ Արտաժամերի պահանջ ու մեկ էլ որ անօրինական ինձ աշխատանքից ազատել են։ Իսկ դուք բացի այս նստացույցից ինչ միջոցառումներ եք ձեռնարկել ձեր իրավունքները վերականգնելու համար։ Ես 1000 անգամ տարբեր տեղեր դիմել եմ, բայց ոչ մի օգուտ։ Նախագահին եմ դիմել, նախագահի աշխատակազմին էլ հատուկ հնչական ծառայություն, բոլորին դիմել եմ, ոչ մի արդյունք։ Ամսի 7-ին էլ եկել է այստեղ բենզինի շիշը ձեռս, ինքնահարկիզման նպատակով, բայց առաջի անգամ հələ ես փորձում էի ուշադրություն գրավել, որ տեսնեն այս երկրում ինչ անօրինություններ է կատարվում։ Ինչ չափի գումար եք կարողացած վերադարձնել, ինչքան է։ Ես ամենակիչն եմ հաշվել մինիմալ, որ իրանք ինձ դեռ պարտքեն 2.600.000, եթե խոսքը նույնիսկ կարող է, եթե լավ հաշվեն, գնա մինչև 4 միլիոնի հասնի, այդ չափի։ Իսկ գտնում եք, որ նմանատիպ գործողություններով կկարողանաք հասնել ձեր խնդրի դրական լուծմանը։ Այսօր այն պահն է եկել, որ ես Իջևան գնացի պայմանագրային զինծառայություն ընդունվելու համար, այնտեղ ասում են հրամանը տեղել է, սպասի քո հրամանը գնացել է կոդավորման, կանչենք ծառայության, բայց քանի ամիս է ոչ մեկ ոչ չի կանչում։ Արդեն հասկանում են, որ ծանոթ բարեկամով փորձում են լրիվ օթերը փակել են։ Չեն ասում 5 երեխա ունի, երեխեն հաշվանդամ։ Վաղն էլ միջնեկ աղջկաս աշկը պիտի վիրահատեն, լրիվ ձախ աշկը 100% չի տենում։ Սայդությամբ ես մի կոպեկ չունեմ, որ տանեմ մեր երեխու աշկը վիրահատեմ։ Ես այնքան ժամանակ եմ նստածույց անելու, հացադուլ անելու, անժամկետ միջև նախագահին տեսնեմ։ Ասում եք, որ Արաբկիրի քննչականից կանչել են ձեզ, ինչ։ Հետա քննչականի պետ։ Ոնց կանչել են։ Դե այն օրը, որ ինձ տարան Արաբկիր, տարածքը ինչքան հասկացա իրանց է պատկանում, բնականաբար իրանք էլ պետքա կանչեին։ Հարցեր, այնտեղ ես գրել եմ նոր բացատրություն, որ անօրինական աշխատանքից ազատելու համար է իմ պահանջը եւ իմ արտաժամի աշխատավարձերի համար։ Դուք ծանոթում եք ստացած ոստիկանությունից, որ սեպտեմբերի 27-ին գրված զեկուցակի հիման վրա քրեական գործ չի հարուցվել, բայց ասում եք, որ հետո էլի զեկուցակներ եք գրել եւ դրանք հաշվի չեն առնվել։ Ինչ եք գրել 27-ի զեկուցակում, ինչի եք գրել, որ պարտքի պահանջ չունեք ու ինչ եք մտածում, ինչի դրանից հետո գրված զեկուցակները հաշվի չեն։ Սեպտեմբերի 16-ին 2011 թվականի, երբ որ ես զեկուցակիր գրեցի պետական պահպանության վարչության պետ Խաչիկ Ասատյանին, այն պահանջով որ հաշվեն տան իմ 4.5 միլիոն արտաժամյա ծառայության գումարը 9800 արտաժամ կամ 408 օր ավել եմ ծառայել։ Մի քանի օր անընդհատ ինձ կանչելով վարչությունը, ես որ չգնացի, սեպտեմբերի 27-ին լինելով ծառայության վայրում ինձ եկան իմ նախկին պետի հետ, 2 հոգի վարչությունից եկան, տարան վարչություն, պահակակետից հանեցին, տարան վարչություն, որը ես մատյաների պատճենները ունեմ, որ ես պահակակետը ընդունել եմ, բայց ես չեմ հանձնել։ Բերեցին իմ գործընկերներից Սանյան Արմենին ու ինձ տարան վարչություն։ Վարչությունում ինձ վախցնելով, որ աշխատանքից կազատենք, շանտաժ անելով, ուժի կիրառմամբ, տարբեր ձևերով վարչության պետի առաջի խոսքերով ստիպեցին, որ գրեմ, որ իբր թե ես լինելով 15 տարվա ծառայող օրենքներից չեմ հասկանում եւ երեխաս հիվանդության պատճառով հոգեվիճակի ճնշված լինելու պատճառով եմ գնացել այդ քայլին։ Բայց այժմ ուզում եմ մի հարց տամ սոական ոստիկանապետին, նորանշանք Ռոման Մկրտումյանին վարչության պետ։ Հարգելի ղեկավարներ, եթե 9800 ժամ աշխատել եմ, արտաժամ, դուք այսօր ոչ որփանոց եք, ոչ ծերանոց եք, որ ես 9800 ժամ արտաժամ գումարից հրաժարվեմ ու ձեզ հենց այնպես բաշխեմ։ Չէ՞ որ ես այդ օրերը ծառայել եմ մեծ պատասխանատվությամբ։ Առանց մի խոչընդոտի ղեկավարության աչքի առաջ եմ եղել։ Չեկի կայանում կա 1200 աշխատող, 1200-ն էլ ինձ հարգել եւ պաշտել են։ Այսօր դրությամբ ես չեմ պատկերացնում, դուք ոնց եք պատկերացնում, եթե ես 3 օր հետո նորից ամսի 1-ին ձեզ զեկուցագիր գրեցի հոկտեմբերի նոր ծառայական քննություն, որտեղ գրեցի, որ ինձ ճնշման վախի ստիպման ազդեցության տակ եք գրել տվել այդ զեկուցագիրը։ Նոր հոկտեմբերի 1-ին գրեցի, որովհետև ես հոկտեմբերի 30-ին գնացի ծառայության եւ պետին ասեցի, եթե ինձ պետք տանեք վարչություն ծեծի ենթարկեք, եթե ինձ պետք
Իմ երեխեն այս վիճակին լինելով դուք էլ լավ իմանալով ինձ այդ գումարը օդու ջրի պես պետք է չտաք, ես ձեր հետ էլ ընդհանրապես չեմ ուզում ծառայեմ։ Ու ծառայած սորի համար շատ եմ փոշմանում։ Հիմա ես պահանջում եմ, եթե սխալ եմ, ինձ դատեք, գնդակահարեք։ Պատրաստ եմ ամեն ինչի։ Այնքան եմ նստել մինչև նախագահին հանդիպեմ։ Պարոն նախագահ, մայիսի 2-ին Հրազդան քաղաքակենտրոնում ձեր հետ զրուցել եմ 10 րոպե։ Ու դուք ինձ խոստացաք, որտեղ ձեզ ասեցի, որ ես գիտեի, թե ժայռի պես կայնած եք իմ մեջքին։ Սխալվում էի չարաչար, դուք ասիք ոչ, էլի ձեր նման ընտանիքների մեջքին ժայռի պես կանգնած են։ Այսօր խնդրում եմ ձեզ։ Կանչեք, ուզում եմ հանդիպեմ ձեր հետ, ուրիշ ոչ մի բան չունեմ ավելացնել։ Այն օրը որ բենզինը իմ ձեռքից գողացան, թե շիշա, շուրա, ոչինչ նստած է հայտարարել, ուրիշ ոչինչ չկա կարող։ Ես եմ եթե կարելի է, հա, եթե կարելի է նայեմ, համոզվում։ Ոչ մի ծակող կտրող գործիք չկա մոտս։ Հա, չկա, կանչասություն։ Ինչքան գումար է պետք է դառնա։ Ես մահ հասկացում։ Երեխայից վիրահատության համար, սովորական ոտքի վիրահատության համար որ մանկուց հաշվանդամա սկսի քայլել ամեն տարի $15,000։ Իսկ եթե ես այժմ այդ գումարը չունեմ, ստիպված ճարահատյալ պետք է սպասեմ մինչև երեխայիս աճը կայնի, որ իմի 10 տարեկան է։ Դառնա հասուն աղջիկ, որ գոնե այն ժամանակ այդ գումարը ստեղծեմ, հայթայթեմ, գոնե մի անգամ այն ժամանակ չոքը վիրահատենք ու սկսի իր ոտքերով քայլել, ոչ թե ամբողջ օրը գրկիս, բարկած կամ հենակներով։ Իսկ վաղվա աշկերի վիրահատության համար 200,000։ Ես այսօր ողորմություն չեմ ուզում, ես իմ աշխատածն եմ ուզում, հայ չեմ ուզում հաստատ։ Ինձի վարչության պետ Ռոմա Մկրտումյանը ամսի 8-ին նամակում գրել է ու պատրաստ ենք օժանդակելուն։ Հարգելի պարոն Մկրտումյան, ձեր օժանդակությունը որբանոցներին, ծերանոցներին ուղարկեք, ինձ իմ աշխատածը տվեք։ Ինձ լավ ծանոթ բժիշկներ լինելով մայիսի ամսի 8-ի առավոտյան ասում են, որ Մխիթար Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելջյանի կարգադրությամբ պահանջել են քո Հրազդանի հիվանդանոցի քարտը, որ հարցերել են, թե Մխիթարը հոգեկան խնդիրներ չունի, հոգեբուժարանում պրոբլեմներ չունի։ Հարգելի Կովալենկո Շահգելջյան, ձեր աչքի գերանը թողած, իմ աչքի ճյուղը չհանեք, չտենակ։ Գժանոցը գժերը գժանոցում են, ոչ թե ոստիկանությունում են աշխատում։ Բոլոր ոստիկանների պես ես ծառայող եմ եղել։ Օրինական պահանջ եմ ներկայացնում։ Ունեմ զինկոմիսարիատի, որտեղ անցել եմ թղթերը, որտեղ լրիվ բացարձակ առողջ եմ եւ պիտանի եմ։ Եվ այլ Հրազդանի հիվանդանոցից թղթեր, նյարդաբանի հոգեբուժի, որ լրիվ առողջ եմ։ Ես ոչ մի բան չի եղել։ Օրենքով այսօր եթե մարդը խոսում է, այդ մարդը գիժ չի։ Եթե օրենքով իր աշխատածը պահանջում է։ 5 երեխա եմ պահում։ Քանի ամիս եք սպասում Իջևանից, որ պատասխանված արարեցին։ 5-6 ամիս արդեն։ Հունվարի 20-ին թղթերս հանձնել եմ, որից հետո ամեն ուրբաթ երկուշաբթի զանգում եմ հրամանտայ տեղակալին, սպասի։ Ինձ ասում են բոլոր թղթերս 100% մաքուր են։ Ինձ ասում են 1 ամսվա թղթերը ում որ եկել է, հրաման եղել է, քոնը չկա։ Կասկածը առաջանում մեր մեջ, թե արդեն բոլոր զինված պայմանագրային ծառայության անցնելու համար թղթերը բոլորը հանձնել եմ իրանց, գործես լրիվ 100%-անոց մաքուր է, այո, պիտանի եմ ծառայությանը։ Իսկ մեր մոտ ոստիկանություն խաբեցին ինձ իբր թե ուզում են վերականգնեն։ Լրիվ սենյակները անցա, վերջում մեկ սենյակ որ պետք է անցնեմ ու ստորագրեմ, որ պիտանի որ վերականգնեն ծառայության։ Այդ մի ստորագրությունը բժշկուհին առանց ինձ ստուգելու, ճնշում չափելու, ասում է հարգելիս, դու իծնե հիպերտոնիկ ես, ճնշում ունես։ Սա ինքն էլ ակնոցով էր, ասի բժշկուհի ջան, ես ինչ իմանամ, դուք էլ քոր եք, թե քոր չեք։ Եթե դու իմ ճնշումը չես չափե, իծնե ոնց հիպերտոնիկ կլնեմ, կամ էլ 15 տարի ոնց համակարգում կծառայեմ։ Չի ստուգել։ Ուղղակի ինձ ասավ, քո թշերը նայում եմ կարմրածա, դու իծնե հիպերտոնիկ ես, ժառանգական է։ Այդքան բան։ Բայց ձեր բժշկական քարտը
Իսկ 2011 թվականի դեպքը եղել է նոյեմբեր ամսին, իսկ նույն տարվա հունվար ամսին, որ ամեն տարի պարտադիր այդ նույն վայրում բժշկական ստուգման են կանցնում, որ նոր գնանք արձակուրդ, ես նույն բժշկական թղթերի մոտս կա, որ լրի բարձրաձակ առողջ եմ։ Նույն կոմիսիան ինձ տվել է բարձրաձակ առողջ ու նույն կոմիսիան պատասխանում է, որ ԻԾՆ հիպերտոնիկ ես։ Եթե ԻԾՆ հիպերտոնիկ էի, ուղարկեիք թոշակի ժամանակին։ Եթե չեք ուղարկել, ուրեմն ոչինչ էլ չի եղել։ Ընդամենը ինչն է պատճառը, ինձ պետք չի, իրանց պետք չի, ինձ նման օրենք իմացողներ ու պահանջողներ։ Այդքան բան, ուրիշ ոչինչ չունեմ ավելացնում։ Ռադիոյի չկաշած։ Պատահի ժողովուրդ ջան, մինչև վերջ կանգնելու եմ, եթե հանկարծ հիմա ես մի քիչ հետո ստե չգամ, ուրեմն մացեք ինչ եղել է ուժի կիրառման բայել, որ ես չեմ եկել հասես թե աշխարհն է շուրջա, ես պետք է հացադուլ հայտարարեմ անժամկետ ու սպասեմ նախագահ գա, հանդիպեմ իր հետ, այդքան բան։ Ես ման գնեմ վերահսկողության պետի մոտ։ Դու գաս, ես քեզ մոտ համա։ Պետի մոտ վերահսկողության։